Շնորհակալություն նախ թույլ տվեք մինչև անդրադառնալը ես ինքս էլ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն փորձագիտական անձնակազմի միջազգային գործընկերներին, հասարակական կազմակերպություններին, որոնք մեզ հետ համատեղ ամենօրյա աշխատանքով իսկապես նպաստել են այս որոշման թե մշակման եւ թե ընդունման գործընթացին։ Իրականում, ինչպես արդեն նշեցի, 1923 թվականների համար էր նախատեսված նախորդ ռազմավարությունը եւ այո, մենք ինչքան էլ փորձեցինք հնարավորինս օպերատիվ գտնվել եւ մինչեւ 24 թիվը ունենալ նախագիծը, բայց այնուամենայնիվ որակով փաստաթուղթ ունենալը ենթադրում է նաև տարբեր քննարկումներ, այսինքն ոչ միայն քաղաքացիական ներկայացուցիչների հետ, այնպես էլ նաև տարբեր հարթակներում, այդ թվում նույն պետական կառավարման ապարատում տարբեր պատասխանատու անձանց հետ եւ ուշ ընդունումը պայմանավորված էր ուղղակի քննարկումների երկարատև process-ով, բայց այնուամենայնիվ նաև շնորհակալություն մեր գործընկերներին, հասարակական կառույցներին, որ հետևողական են եւ պահանջատեր են ամեն մի մշակված փաստաթղթի համար։ Միանշանակ կարևորում եմ գործընկերոջս կողմից նշված այն դիտարկումը, որ այո, փաստաթուղթը բոլոր խնդիրներին չի կարող արձագանքել, բայց ըստ էության առանցքային խնդիրները մենք փորձել ենք ներառել այս փաստաթղթում եւ վստահեցնում եմ, որ առավել քան հետևողական կլինենք, որ փաստաթղթում ներգրավված ամեն մի միջոցառում իսկապես կատարվի եւ այս ուղղությամբ մենք արդեն մայիսի 14-ին նախատեսելու ենք կանանց հարցերով խորհրդ 5-ից աշխատանքային խմբի քննարկում։ Դրա նպատակն է լինելու, որ բոլոր պետական գերատեսչությունները, իսկ այդ խորհրդում կան նաև հասարակական կազմակերպություններ, իրենք եւս ներգրավեն յուրաքանչյուր միջոցառման իրականացման ամենասկզբնական փուլում, այսինքն մենք մեկ հարթակ ենք եւս մեկ ապահովելու, հասկանալու թե մշակված փաստաթղթով նախատեսված միջոցառումների շրջանակներում ով ինչ անելիք ունի, որ միջոցառման շրջանակներում որ գերատեսչությունը, որ կառույցը պետք է համագործակցի եւ վստահեցնում ձեզ, որ ցանկացած փաստաթղթի հիմքում ճիշտ համակարգումն է եւ ճիշտ մոնիթորինգն է ընկած եւ մենք փորձելու ենք մեր տարբեր հարթակները արդեն իսկ ձևավորված օգտագործել ի նպաստ նախանշված միջոցառումների կայացմանը։ Կխնդրեմ նաեւ, քանի որ անդրադարձակ արդեն աշխատանքի բաշխմանը, ներկայացնեք ընդհանուր ռազմավարության իրականացման համար հատկացված բյուջեն, ինչպես է նաեւ այն բաշխվելու ոլորտների, հա։ Տեսեք, թերևս առաջին փաստաթուղթն էր, հա, գենդերային քաղաքականության շրջանակներում, որը որ ֆինանսական գնահատման է ենթարկվել, այսինքն մենք փորձել ենք յուրաքանչյուր գերակայության շրջանակներում ըստ միջոցառումների հասկանալ, թե ինչքան ծախս է ենթադրելու եւ ընդ որում այդ ծախսակազմումը իրականացվել է նաեւ այն սկզբունքով հաշվի առնելով այն միջոցառումները, որոնք որ պետական բյուջեով են ֆինանսավորվելու եւ այն միջոցառումները, որոնք որ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ ենք նախատեսում իրականացնել ընդհանուր ռազմավարական այս փաստաթղթի մինչև 28 թվականների համար նախատեսված բյուջեն կազմում է շուրջ 443 միլիոն դրամ, որից պետական բյուջեից հատկացվելու է 124 միլիոնը եւ 318 միլիոնը նախատեսված է օրենքով չարգելված այլ աղբյուրներից։ Յուրաքանչյուր գերակայության համար եւս առանձնացված միջոցներ ունենք, ըստ էության ամենամեծ ուղղությունը, որի վրա եւ նաեւ պետական բյուջեից է մեծ ներդրում արվելու, դա առողջապահության ոլորտն է լինելու, այնուհետեւ ընտանեկան բռնության եւ գենդերային խտրականության դեմ ուղղված ոլորտն է լինելու եւ հաջորդաբար գալու է սոցիալ-տնտեսական ոլորտը, որոշումների կայացման ոլորտները։ Ինչու են այս երկուսը ավելի քան բյուջետային ֆինանսական առումով ավելի շատ ռեսուրսներ հատկացել, որովհետեւ այս երկուսում հիմնականում ծառայությունների ներդրման ուղղված աշխատանքներն են ավելի շատ։ Մյուս ոլորտներում, եթե ավելի, այսպես ասած, փափուկ ուժի կոմպոնենտով էր, հա, հիմնական աշխատանքն է լինելու այդ իրազեկումներ, վերապատրաստումներ, այս երկու ուղղությունները ավելի շատ ուղղված է լինելու կամ եղած ծառայությունների ընդլայնմանը կամ նոր ծառայությունների ավելացմանը։ Իսկ որ մարմիններն են պատասխանատու լինելու կառավարման յուրաքանչյուր միջոցառման համար սահմանված առաջին եւ պատասխանատու կատարող համարող մարմինը, օրինակ, եթե տվյալ միջոցառումը նախատեսված է, որ պետք է իրականացնի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ
բյուջեն հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, ապա այդ միջոցառման պատասխանատու կատարող լինելու է սոցիալ նախարարությունը եւ բնականաբար նաեւ ֆինանսների նախարարությունը, քանի որ պետական բյուջեի միջոցներով է լինելու։ Իսկ այն դեպքերում, որոնք որ համագործակցաբար արվելու են ՀԿ-ների կամ միջազգային կազմակերպությունների հետ, նաեւ մեր գործընկերներն են շատ թափանցիկ աշխատում եւ բարբերաբար յուրաքանչյուր միջոցառման շրջանակներում բաց տվյալներով հաշվետվություններ են ներկայացնելու, իսկ ընդհանուր հանրագումարային թափանցիկությունը մենք փորձելու ենք ապահովել յուրաքանչյուր տարի տվյալ տարվա շրջանակներում նախատեսված միջոցառումների մոնիթորինգային եւ գնահատման աշխատանքների համատեքստում, այսինքն եթե նախատեսված է օրինակ թվով 71 միջոցառում մենք ունենք ըստ էության այս ռազմավարական փաստաթղթում, օրինակ եթե նախատեսված է 25-ում իրականացնել 15-ը, յուրաքանչյուր միջոցառման համար նախատեսված եւ ծախսված գումարի չափ ենք նշելու եւ ըստ այդմ նաեւ բաց հրապարակային տեղադրել ենք մեր նախարարության կայքեջում եւ հասանելի կլինի դա բոլորին։